Պաշտպանական ծախսերի հետ կապված ինչպիսի քաղաքականություն է վարվելու, որովհետև բարբերաբար ձեր թիմի կողմից խոսվել է պաշտպանական ծախսերը ավելացնելու վերաբերյալ ոչ թե հակառակը, ռազմաարդյունաբերության հետ կապված ինչ-որ կետեր կան թե ոչ, եւ այլ հարցեր ունեմ հաշվառներով նաեւ ներկայացված ծրագրում կարողացած գտնել հարկային քաղաքականությունը վերաբերող նաև տարբեր շերտեր։ Մենք հիմա տեսնում ենք, որ հաշվապանների հետ կապված փոփոխություններ են եղել, հարկային ավելացվել է, փաստաբանական համայնքի հետ կապված հարկային փոփոխություններ են եղել, դրան ինչպես է վերաբերում, այս մասով ինչ է արվելու եւ նաև ավելացված արժեքի հետ կապված Շատ լավ։ Դե երբ որ ասեցինք, որ 25 թվականի հունվարի 1-ի դրության փոփոխությունները հետ ենք տալու, այդ նշանակում է միանգամից վերացնելու ենք այդ անբարենպաստ փոփոխությունները։ Այսինքն վերականգնելու ենք ստատուս քվոն։ Այդ ամբողջ բլոկը, որ դուք նկարագրեցիք, փաստաբաններ, հաշվապաններ եւ ընդհանրապես ՓՄԶ ոլորտում, միկրոձեռնարկատիրության ոլորտում եւ շրջանառության հարկի ոլորտում գործողները, որոնք որ հունվարի 1-ից նաեւ սահմանափակումներ եղան ոլորտային, որ իրենք չեն կարող այս կամ այն համակարգով հարկման համակարգի ընտրություն իրականացնել, մենք բերելու ենք ստատուս քվոն վերականգնենք։ Դե կարևորը նա է, որ քանի որ ինքը չի եղել պատշաճ հիմնավոր, մենք վերականգնում ենք դա եւ դա լինում է մեր հենց ուղերձը, որ մենք սկսում ենք նոր հարկային քաղաքականություն եւ դադար ենք վերցնում, որպեսզի մենք դիզայնանենք մեր նոր հարկային քաղաքականությունը։ Ավելացված արժեքի հարկը փուլային վերացնում ենք, մեր գործընկերոջ տված հարցի պատասխանի շրջանակներում դրան անդրադարձա, շրջանառության հարկը անմիջապես ենք վերացնում, փոխարինելով այն վաճառքի հարկով։ Եվ ամբողջ հարկ վճարողները անուղղակի հարկերի մասով, բացի ակցիզային հարկից, վճարելու են միայն առևտրի հարկ բոլորը։ Մի պարագայում առևտրի հարկը կփոխարինի շահութահարկին նաև, իսկ մի պարագայում օրինակ 115 միլիոնից բարձր իրեն կմիանա նաև պրոգրեսիվ հարկվող շահութահարկը, օրինակ էլի 12, 18, 25% դուրիքաչափով։ Հարկային բեռի նվազեցումը մեր հարկային այս փոփոխությունները ենթադրում։ Մյուսը պաշտպանական ծախսերը։ Ռազմաարդյունաբերությունը տեսեք, երբ որ խոսում ենք արդյունաբերական գոտիների մասին, արդյունաբերական գոտիները լինելու են մասնագիտացված եւ ըստ տարածաշրջանների, հաշվի առնելով թե տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, թե նաեւ ասենք այդտեղի նախկինում կուտակված որոշակի փորձառությունը։ Եվ դրա հետ կապված մենք ունենալու ենք նաեւ ռազմաարդյունաբերության արդյունաբերական գոտիներ։ Երբ որ ասում ենք արտահանելի տնտեսություն, ռազմաարդյունաբերությունը մեր արտահանելի տնտեսության մի բաղադրիչն է դառնալու։ Ինքը ունենալու է երկու շատ կարևոր դերակատարում։ Մեր ներքին ռազմաարդյունաբերական համալիրը ինքը պետքա ռազմական կարիքները պետքա բավարարի եւ նաեւ պետքա մրցակից արտահանող դառնա աշխարհում։ Սա մեր հեռահար նպատակներն են։ Ռազմական ծախսերը, պաշտպանական ծախսերը մենք ավելացնելու ենք։ Մենք մեր նախաձեռնության ղեկավարը վերջերս իր հանրային ելույթներից մեկի ժամանակ ասեց, կարծեմ բանակի օրվան նվիրված ուղերձում ասեց, որ մենք պաշտպանական ծախսերը բարձրացնելու ենք, այն պետք է կազմի հնայի առնվազն 8%։ Հնայի առնվազն 8%, եթե մենք դա դնում ենք, օրինակ հնարավորություն ենք ունենում այս տարի ձևավորել կառավարություն եւ նոյեմբերին ազգային ժողով ներկայացնենք 27 թվականի պետական բյուջեի նախագիծը, եթե ու պահում ենք այս 8%-ը, դա նշանակում է, որ 27 թվականի պետական բյուջեի ռազմական ծախսերը 26-ի համեմատ առնվազն $1 միլիարդ ավելանալու են։ Սա 4 թվերն են ասում։ Ու այդ հնարավորությունը մենք պետք է ունենանք։ Եթե դեռ կարճաժամկետ հեռանկարում մենք չունենանք դրա ապահովող եկամուտները, ապա մենք պետք է շատ գոտիները սպնդացնենք, շատ ծախսերի գծով կատարենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա եւ ապահովենք այդ 8%-ը։ Եկեք տեսեք, մասնագիտական աչքով միշտ հնարավորություն կա մոտ 100-ից 120 միլիարդ կրճատելու ավանդաբար բյուջետային այն ծախսային հոդվածները, որոնք տարիներ շարունակ նախատեսվում են բյուջեով, բայց օրինակ չեն իրագործվում։ Այդտեղ մեծ հնարավորություններ կան այդ հարկաբյուջետային կոնսոլիդացիաների։ Պատկերացրեցիք, այսինքն հնարավորություն կա դա իրականացնելու, բայց մեր շեշտը լինելու է նաև հարկային մուտքերը ավելացնելու վրա։